Անցած ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ, իսկ շաբաթ օրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպումներին հայ հասարակությունը սպասում էր ավելի քան 1 ամիս։ Քաղաքական կուլիսներում տարբեր վարկածներ էին շոշափվում, թե հանդիպումը կարող է հերթական լինել կամ կարող է ընդհուպ մինչև ավարտվել համաձայնագրի ստորագրումով, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել քաղաքական նոր վերադասավորումների։ Նախագահների հանդիպումն այլևս անցյալ է, ինչ հարցեր են եղել Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև բանակցությունների առանցքում։ Պաշտոնական աղբյուրները խիստ ժլատ ու կծկտուր են։ Համենայն դեպս տեղական պաշտոնական աղբյուրներից խիստ դժգոհ են մեր համաքաղաքացիները։ Ժողովուրդը ոչինչ չի դել։ Իրանց համար կերտանք ու կան նստին ճաշի սեղան, խոսան իրանցից դուրս վերջապան։ Ժողովուրդը գիտե ինչ կկատարվի մեր երկրի վիճակը։ Ժողովուրդը համարյա տեղյակ չէ ինչ կկատարվի։ Այնքան որ նստում են ինչ որ որոշում են կայացնում, բայց այդ որոշումներից ոչ մի բան տեղյակ չեն պահում ոչ մեկին։ Այնքան որ ժողովուրդը հետևում է, թե ինչ պետք է կատարվի վերջում։ Վերջում ինչ պետք է ստացվի, էլի։ Կոնկրետ ղեկավարությունից ոչ մի դրական բան է, դասեցին սկզբնական շրջանում էլ ասեցին, որ ինչ որ ստորագրություններ ոչ մի փաստաթղթիկ այս հանդիպման ժամանակ չի լինելու, եւ այդպես է երևի եղել է։ Թուղթ չի ստորագրվել, ոչ մի բան չի եղել, մնացած է քողարկված է, բան չկա ժողովրդի իմանալու բան չկա։ Ինչ պետք է անի, ինչ չի անի, հələ հայտնի չէ։ Մասնակից երկրները հանդիպումը պաշտոնապես կառուցողական են գնահատել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակասական գնահատականներ են տվել Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ Տեղական պաշտոնական աղբյուրներն արձանագրեցին, ոչ մի փաստաթղթի տակ ստորագրություն չի դրվել։ Մյուս հանդիպումը Մոսկվայում հոկտեմբեր ամսին է։ Եվ միայն այսքանը, ինչ մնում է թուրքական լրատվամիջոցներին, ըստ հարցվող գյումրեցիների, դրանք ավելի ակտիվ են տարածաշրջանի խնդիրների լուսաբանմամբ, այնքան որ սովորաբար նախագահների հանդիպումներից հետո հայ հասարակությունը մանրամասների մասին տեղեկացվում է ավելի շատ օտար աղբյուրներից։ Թուրքական լրատվությունը ավելի ճիշտ տեղեկություններ կտան մեր մասին, քան մեր Հայաստանի լրատվությունը։ Որտեղ ասենք ինչ որ գաղտնիք կպահեն որոշ բաներ, որովհետեւ ժողովուրդը լրիվ տեղյակ չեն ինչ կատարվի, ինչ պետք է զիջենք, ինչ պետք է հանձնենք եւ այլն։ Թուրքական մամուլը տված է այդ մարդիկ հաստատ համոզված են, որ ի օգուտ Ադրբեջանի պետք է կատարվի այս պրոցեսը։ Նրանց քաղաքականությունն ավելի ուժեղ է առաջ գնում, քան մերը։ Այդ գաղտնիք չէ, գալիս է տարերից եւ մինչեւ հիմա է գալիս է ու գնում այդպես է շարունակ։ Ղեկավար իրավունք չունի, միս այդ բանը ժողովրդական գործ է դա։ Ժողովրդի հարց է, ժողովուրդը պետք է համաձայն, մենակ մի օկով ոչ չհամաձայն։ Ինչքան է ղեկավար լավ է։ Ես գտնում եմ ժողովուրդը իրոք պիտի իրազրկի այն մասով, ինչ մասով որ պետք է տալ։ Եթե այդպես է, որովհետև մեկը կընտրում է կնգալ է այսպես հասկանալով մյուսը այլ ձևի ու բաներ կան։ Գյումրեցի հասարակությանն այսօր անհանգստացնում է թուրքական աղբյուրների տարածած հաղորդագրությունն արտաքին գործոց նախարար Էլբար Մամեդյարովի հայտարարության մասին։ Համաձայն Ադրբեջանի արտգործնախարարության նախագահների հոկտեմբերյան հանդիպումից հետո հայկական կողմը պետք է ազատի գրավյալ տարածքները։ Էլմար Մամեդյարովը մեկ սենսացիոն հայտարարություն էլ է արել, թե այս ամենի արդյունքում պետք է բացվեն բոլոր ճանապարհները։ Ու եթե թուրքական պաշտոնական այս նորությունները միայն անհանգստացնում են հայ հասարակությանը, ապա տեղական պաշտոնական ծածուկ գործելավոճը զայրացնում ու հիասթափեցնում է, քանի որ ըստ գյումրեցիների նման հայտարարությունները շատ անգամ մնում են նաև անարձագանք, իսկ հայ հասարակությունը ստիպված է նորից սպասել այս անգամ նախագահների հոկտեմբերյան հանդիպմանը։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։